մտադրություն չունենք եւ չենք պայքարում ընդդիմություն լինելու, մենք պայքարում ենք իշխանության գալու։ Մեր շանսերը բավականին բարձր են գնահատում հաղթելու։ Այո, Երևանի ընտրություններում ապրելու երկրկուսակցության հաղթանակից հետո մենք ունենք համոզմունք, որ քաղաքական գործընթացները կարող են բերել հանգեցնել արտահերթ ընտրությունների։ 2 տարվա ընթացքում մենք ցույց ենք տվել, որ մեր գլխավոր գործիքը աշխատանքն է։ Մեծ իշխանությունը ոչ թե Երևանն է կառավարում, այլ կառավարում է Երևանի քաղաքապետարանը։ Ես որ կառավարությունում եմ աշխատել, այսօրվա այսպես կոչված այդ ընդդիմադիրներից ավելի շատ մարդեր այդ կառավարությունում աշխատում։ Ժողովուրդը ասում է հասկացանք, լավ, այս իշխանությունը գնաց, դուք գայք ինչ եք անելու, ձեզնից խոսացեք։ Մենք գնալու ենք մեզնից խոսանք։ Մենք ցանկացած ուժի հետ, ով պատրաստ է միանալ մեզ, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը իշխանազրկվի, պատրաստ ենք այդ քննարկումը իրականացնել։ ՔՊՆ ուրիշ ուժերի հետ կոալիցիա կազմել, դարձել նորից քաղաքապետ, դուք մնացել եք ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, ինչ եք անելու։ Չենք քննարկում նման տարբերակ։ Մի կողմից Բաքու փողոց են բարեկարգում եւ տրանսպորտ թարմացնում։ Մյուս կողմից ասում են այս ամենը ճիշտ ու արդյունավետ չեք անում, մենք ավելի լավ ու արդյունավետ կանենք։ Երրորդ կողմը քննադատում է առաջին երկուսին, իսկ հաջորդ կողմը առաջին 3-ին մեղադրում է գաղտնի գործարքների մեջ։ Սրանք ցուցիչներ են այն մասին, որ ընտրություններ են սպասվում։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր կչափենք պայքարի թեժության աստիճանը Երևանի ընտրություններից 1 ամիս առաջ։ Ապրելու երկրկուսակցության համահիմնադիր Մեսրոպ Արաքելյան, բարի գալուստացեք։ Պարոն Արաքելյան, մինչ Երևան գալը չեմ կարող բաց թողնել կարևոր շաբաթվա թեման, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ կայացավ։ Մեծ սպասումներ կային Հայաստանում ձևավորված հասարակության մեջ, առնվազն Բերձորի միջանցքի բացման հետ կապված։ Ինչու դա չեղավ, միջազգային թիվ 1 հեղինակավոր կառույցը, գերտերությունները չկարողացան ազդել Բաքվի վրա։ Երևանը կարծես թե արեց իրեն հասանելիք, ինչ որ պահանջում էին, կարողացավ հրավիրել այդ նիստը։ Իհարկե, սպասումները բնական է, Արցախում ստեղծված իրավիճակի պայմաններում ցանկացած գործընթացից մենք այնպիսի վիճակում ենք հասել, որ պետք է դրական սպասումներ ունենալ, որովհետև Արցախում գտնվող մեր հայրենակիցները արդեն ցեղասպանության շեմին են։ Բայց եթե ավելի այդ էմոցիոնալ հատվածը դնենք մի կողմ, քաղաքական տեսանկյունից մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի իշխանությունները վարչապետի գլխավորությամբ Արցախը ճանաչում են Ադրբեջանի տարածք։ Հետևաբար միջազգային հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակի քննարկում, առնվազն միջազգային հանրության համար այդ քննարկումը վերաբերվում է Ադրբեջանի տարածքին եւ ունենալ ակնկալիքներ, որ Հայաստանի պահանջները կամ խնդրանքները պետք է կյանքի կոչվեին, ամենևին էլ իրականությանը մոտ չէին, որովհետեւ եթե Հայաստանի իշխանությունները Արցախ ճանաչում են Ադրբեջանի տարածք, դրանով փաստում են, որ ցանկացած հարցի քննարկում վերաբերում է Ադրբեջանի ներքին խնդիրներին։ Եվ հետեւաբար այդ հարցի լուծումը լավագույն դեպքում պետք է լինի Ադրբեջանի ներքին խնդիրների լուծման շրջանակներում, եւ այս վերջի ամիսների Հայաստանի այդ ռետորաբանությունը Արցախը Ադրբեջան ճանաչելու հանգեցնում է նրան իրավիճակի, այսինքն աշխարհն ասում է, եթե դուք չեք ճանաչում, որ ունեք որևէ իրավունքներ Արցախի նկատմամբ, մենք ինչի պետք է ձեր փոխարեն, այսինքն Հայաստանի իշխանությունն ինչ է անում, ասում է մենք Արցախի հետ գործ չունենք, բայց միջազգային հանրության ասում է եկեք մեր փոխարեն Արցախով զբաղվեք։ Այդ անմտություն է, առնվազն մենք պետք է ունենանք մեր հստակ պահանջը Արցախի նկատմամբ, որից հետո նոր ակնկալենք միջազգային հանրության հնարավոր աջակցությունը։ Իհարկե, մարդու իրավունքների տեսանկյունից ՄԱԿ-ը պետք է որևէ քայլեր ձեռնարկի, բայց այդտեղ էլ եկեք իրատես լինենք, մենք այս պահին սևեռված ենք Արցախում տեղի ունեցող իրավիճակի մասին, բայց պետք է հասկանանք, որ նման դեպքեր ցավոք աշխարհում հիմա էլ կան, եղել են ու լինելու են, այսինքն պատերազմներ, ցեղասպանություններ, եւ այսօր ՄԱԿ-ը կամ նման միջազգային կառույցները դարձել են ընդհանրեն այդ փաստերի արձանագրողներ։ Եվ երեկ էլ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասում է ՄԱԿ-ը արձանագրեց, որ Լաչինի միջանցքը փակ է, հետո այսինքն մի օր էլ նման ձևով միջազգային տարբեր կառույցներ արձանագրում են, որ 15 թվականին ցեղասպանություն է եղել։ Դե Արադ Միրզոյանն էլ ասաց, եկեք այնպես չանենք, որ դուք հետո ոգեկոչող դառնաք։ Դե անում են, այսինքն դա մենք ենք անում, այսինքն այսօր ՄԱԿ-ը եւ նման կառույցները դարձել են գերտերությունների շահերի ընդհանրապես մի հատ պլատֆորմ, որ իրենց շահերի շրջանակներում այդ պլատֆորմում ինչ որ ձևակերպումներ են լինում եւ արդեն այդ բառը, որ արդեն կարելի ասել ներվայնացնում է հայ հասարակությանը, կոչ անել, այսինքն շարունակում են կոչերով դիմել
Ադրբեջանին ու չգիտես ինչի Լաչինի Միջանցքի փակման վերաբերյալ երկու կողմերին են կոչ անում, այսինքն այդ կոչերի գաղափարը մենք միշտ ենք, չէ, ականատես եղել է Ադրբեջանը ռազմական ագրեսիա էր իրականացնում, կրակում զոհեր երկու կողմերին կոչ ենք անում հրադադարի։ Այսինքն այդ կոչերի ռեժիմով մենք ոչ միտեղ չենք հասնի, ինչ ակնկալել միջազգային հանրությունից, միակ տարբերակը Ադրբեջանի եւ բռնապետ Ալիևի նկատմամբ պատժամիջոցներն են։ Բայց նույնիսկ եմ կրկնում, դրանից առաջ մենք պետք է ինչ-որ բան անենք։ Մենք պետք է հասկանանք, որ այսօր աշխարհում մնացել ենք մենակ։ Առնվազն Ադրբեջանի դեմ ստեղծված իրավիճակում մենք չունենք դաշնակիցներ։ Այսինքն այսօր աշխարհում որևիցե մեկը չի պատրաստվում հանուն Հայաստանի Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնի այնպես, որ ունենա որոշակի հետևանքներ։ Անկամ մեր ռազմավարական դաշնակիցը։ Ոչ մեկ, լավագույն մեր բարեկամ Ֆրանսիան անգամ, Միացյալ բոլորը բավարարում են բացառապես կոչ անելով կամ լավ այդ կոչի փոխարեն պահանջելով, այսինքն բացի հայտարարություններից մենք չենք տեսել աշխարհում բազմաթիվ նման ագրեսիաների դեպքում, նման բռնապետերի պահվածքի դեպքում հաջորդում են պատժամիջոցներ, անձերի նկատմամբ, ընտանիքի, այսօր գաղտնիք չի, որ Ալիևյան ռեժիմը տասնյակ բիզնեսներ ունի Ադրբեջանի տարածքից դուրս, եւ Ռուսաստանում, եւ Եվրոպայում, հետեւաբար աշխարհը եթե ցանկություն ունենա 5 րոպեում Ալիևին այնպիսի վիճակում կհասցնի, որ նման պահվածքը կդադարի։ Բայց նույնիսկ եմ կրկնում, մենք միջև քայլեր չձեռնարկենք, մենք միջև չֆիքսենք ինչ ենք ուզում։ Աշխարհը մեր փոխարեն ոչինչ չի անելու, իսկ այս իշխանությունը իր վերջի ամիսների քաղաքականությունով ավելի հեռացրեց եւ ամբողջովին տարանջատեց Արցախի հարցը Հայաստանից։ Արցախի հարցի լուծումը Երևանում է իշխանապողության միջոցով։ Երեք գրեց ձեր կուսակցության ղեկավար քաղաքապետի տեխնացու Մանեթ Հանդիլյանը։ Գրառումը որոշակի քննադատություն առաջ բերեց սոցցանցերում, որքանով ես եմ նկատել, ինչ էր դա նշանակում, ինչ ասում էին, ինչու եք Արցախը կապում Երևանի հետ։ Ինչ կար այս գրառման տակ։ Արցախի հարցը մեզ համար Հայաստանի հարցն է, որովհետև անկախ Արցախում ստեղծված իրավիճակից կամ Արցախի կարգավիճակի քննարկումից Արցախում կա հարց, առնվազն Արցախի բնակչության անվտանգության եւ հումանիտար խնդիրների, որի գլխավոր շահառուն պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ Եվ մեր համոզմամբ, որը նաեւ մեր կուսակցության քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է, Արցախի հարցը սխալ է եւ չպետք է օտարվի Հայաստանի Հանրապետությունը։ Երևանից, պարոն Արաքելյան, Երևանի իշխանապողությունից։ Չէ, տեսեք, մենք հիմա գանք դրան, մենք առնվազն մեզ համար փաստել ենք, որ Հայաստանում մինչև չլինի այնպիսի իշխանություն, որի համար Արցախը օրակարգային է, Արցախի հարցի վերաբերյալ դրական ակնկալիք սպասելը բացառված է։ Ինչպես ենք մենք պատկերացնում իշխանապողությունը։ Ի տարբերություն շատ ուժերի, որ վերջին 2 տարում նաև մեզ էին քննադատում, որ պետք է դուրս գանք փողոց պայքարենք, մենք որևէ արձագանք չենք տվել նման ուժերի գործողություններին, բայց եկել հասել ենք ամիսներ առաջ նաև այսօր ընտրությունների մասնակից որոշ ուժեր ասում են, հələ սեպտեմբերին Երևանը չի լինի, ինչ Երևանի ընտրություններից է խոսում, բայց Երևանը կա ու լինելու է անկախ իշխանության կամ որոշ այլ ուժերի բացասական հռետորաբանությունից, մենք իշխանապողության արդյունավետ ճանապարհ ենք տեսնում ընտրությունները։ Հետևաբար Երևանի ընտրություններում ապրելու երկիր կուսակցության հաղթանակից հետո մենք ունենք համոզմունք, որ քաղաքական գործընթացները կարող են բերել հանգեցնել արտահերթ ընտրությունների, որի մասնակցելով մենք հնարավորություն կունենանք ստանալով հասարակության վստահության քվեն գալ իշխանության, որից հետո զբաղվել երկրի առջև ծառացած խնդիրներով։ Սա դա է նշանակում այսքան պակետ։ Այո, մենք միշտ բաց ասել ենք կուսակցության ստեղծման օրից հայտարարել ենք, որ մենք պատրաստվում ենք ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից վստահություն ստանալով գալ իշխանության, որը արել ենք համայնքներում, մարզերում, հիմա պատրաստվում ենք անել Երևանում, հետո Հայաստանում, այսինքն օրենքի շրջանակներում նորմալ ստանդարտ քաղաքական գործընթաց է իշխանության գալու։ Հավակնոտ ծրագիր է, պարոն Արաքելյան, տեսեք, Երևան, հետո Հայաստան, ընդունեք, որ Երևանը նոյեմբերյանը չէ, Ալավերդին չէ, Տաթևը չէ, այսինքն չեք գերագնահատում ձեր ռեսուրսն ու ուժերը կամ պոտենցիալ ընտրազանգվածի ձեր, վստահողների չափը։ Այն գործունեությունը 2 տարում, որ մենք իրականացրել ենք, ունենք համոզմունք, որ երևանցիները նույնպես իրենց վստահությունը կտան ապրելու երկրին, ինչու, որովհետև 2 տարվա ընթացքում մենք ցույց ենք տվել, որ մեր գլխավոր գործիքը աշխատանքն է։ Այսինքն մենք 3 համայնքներում որ նշեցինք, ընտրվել ենք եւ աշխատում ենք։ Ես բազմիցս կրկնել եմ, երևանցիներին ես կոչ եմ անում այսօր
յուրաքանչյուր մարզում որևէ ընկեր բարեկամ ծանոթ ունենք։ Դժվար չէ զանգահարել Ալավերդի, Նոյեմբերյանի կամ Տաթևի իրենց ընկերներին հարցնել, արդյոք գոհ եք ապրելու երկրին, որ ընտրել եք, արդյոք նրանք աշխատում են, թե չէ։ Իսկ սա ցուցիչ է մի քաղաքական թիմի նկատմամբ, որովհետև անընդհատ խոսել, քննարկել, քննադատել, ես վստահ եմ հասարակությունը դրանից օգնել է։ Հասարակությունը ուզում է ընտրել մի ուժ, որը գալու է աշխատելու, որը գալու է գործ անելու։ Մենք թիմ ենք, որը գալու է աշխատի Երևանում։ Այնպես ինչպես օր ու գիշեր, թող հարցնեն արդյոք դժգոհ են մեր համայնքի ղեկավարներից։ Եթե դժգոհ են, թող չվստահ են նաև Երևանում։ Իսկ այն աշխատանքը, որ այս կարճ ժամանակում մենք արել ենք, վստահ եմ արժանացել է ոչ միայն այդտեղի համայնքի բնակիչների վստահության, այլ նաև երևանցիների, քանի որ այդ ինֆորմացիան նաև տարածվում է Երևանում։ Միևնույն ժամանակ մեր թիմում ներկայացված են անձինք, ովքեր տիրապետում են աշխատանքին, որովհետև ոչ միայն Երևանում, այլ նաև երկրում անկախ արտաքին քաղաքական անվտանգային Արցախյան խնդիրներից, որոնք կարող են օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ բերել, որ նաև արտաքին գործոններն են ազդում, երկրի ներսում կառավարման քաոս է։ Այսինքն չկա մի ոլորտ, որտեղ իշխանությունը կարողանում է տարրական կառավարում իրականացնել։ Իսկ Երևանի քաղաքապետարանում ուղղակի անհնար է բառերով նկարագրել, թե ինչ է կատարվում։ Այսինքն բոլորս տեսնում ենք, թե ինչպես է կառավարվում Երևանը։ Այսինքն այս իշխանությունը ոչ թե Երևանն է կառավարում, այլ կառավարում է Երևանի քաղաքապետարանը։ Իսկ նրանց նպատակը ընդհանուր քաղաքապետարան այդ կառույցը կառավարել, աշխատողներին կառավարել, ցույց տալ, որ իրենք այդտեղ շեֆ են։ Իսկ քաղաքում ուղղակի կատարյալ քաոս է եւ մենք թիմ ենք, որը տիրապետում է կառավարման եւ վստահ ենք, որ ոչ միայն Երևանի խնդիրները, այլ նաեւ Հայաստանի խնդիրները ներքին ռեսուրսներով էապես շատ արագ կարող են փոխվել, քան այսօր մենք ունենք։ Հետևաբար առաջիկա քարոզարշավն էլ նաեւ մեզ հնարավորություն կտա շարունակել երևանցիների հետ ուղիղ շփումը եւ առնվազն միջև այսօր մեր շփումները եւ հարցումները ցույց են տալիս, որ մենք մեծ հնարավորություն ունենք ստանձնելու Երևանի կառավարումը։ Դրան կգանք դեռ ձեր քննադատները նաեւ մրցակիցները այդքան էլ համաձայն չեն ձեր այդ ընդդիմադիր դիրքորոշման հետ։ Հիշեցնում են պարբերաբար, չգիտեմ, քարոզչական զենք է թե ինչ, հիշեցնում են ձեր նախկինում իշխանության մեջ լինելը, ակնարկում են անգամ, որ կարող եք այդ կապերը օգտագործելով այդ ստորջրյա դավեր եւ գործարքներ ունենալ իշխանության հետ եւ այսպես ասենք հարմար ընդդիմության դեր խաղալ եւ խաղում եք, ինչ կասեք։ Վերջից գալով մենք բազմիցս հայտարարել ենք, որ ի տարբերություն որոշ ուժերի, չնայած մենք ամրագրել ենք, որ քարոզարշավին բացի գործող իշխանությունից որևէ ուժի չենք անդրադառնալու, մեր ռեսուրսը չենք ծախսել, դա մեր խնդիրը այս իշխանության հեռացումն է, մեր խնդիրը ուրիշ ուժերի հետ բանավեճի մեջ մտնելը չէ։ Բայց գալով այդ ձևակերպմանը մենք ամենևին մտադրություն չունենք եւ չենք պայքարում ընդդիմություն լինելու, մենք պայքարում ենք իշխանության գալու։ Հայաստանում որ եւ հիմա եւ նախկինում կա մի ձևավորված քաղաքական միջավայր, որտեղ քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները պայքարում են ընդդիմադիր լինելու համար։ Ով է իրենցից ավելի ընդդիմադիր։ Գնացեք պայքարեք, քաղաքացիական պայմանագրին է ձեզ նվեր, գնացեք իրար հետ պայքարեք, ովա ձեզանից ընդդիմություն, մենք լինելու ենք իշխանություն։ Մենք ընդդիմություն լինելու հավակնություն չունենք, թե հիմա էլ քննադատում են բատուկ ընդդիմություն չեն։ Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում նախարար աշխատելուն, կներեք, երևի միակ քաղաքական ուժը, որ նման քննադատություն կարա մեզ ասի, երևի կոմունիստական կուսակցությունն է։ Այդ որ քաղաքական ուժի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի կառավարությունում նախարար մարզպետ կամ վարչության պետ չեն աշխատել։ Ասում են աշխատել եք, բայց իրանք ինձնից շատ են աշխատել։ Աշխատել եք, ասում են ինչու այն ժամանակ այ հիմա որ սուր քննադատում չէիք տեսնում, իրանք էլ են աշխատել։ Ես որ կառավարությունում եմ աշխատել, այսօրվա այսպես կոչված այդ ընդդիմադիրներից ավելի շատ մարդեր այդ կառավարությունում աշխատում, հիմա էլ են շարունակում աշխատել։ Ուղղակի հիմա չգիտես ինչի դարձել են ԿՊ-ի ներկայացուցիչներ։ Որ դուք հիշեք 18 թվականին ասում եմ քաղաքական ուժ կար, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս չէր կազմում բացի կոմունիստներից։ Հանրապետական կուսակցություն։ Հանրապետական կուսակցության նախկին փոխնախարարները այսօր կառավարության կեսն են զբաղեցնում որպես նախարարներ։ Նախկին օբյեկտիվ լինենք հանրապետական կուսակցություն օրինակ, հիշեցի, չի զբաղեցել։ Հա, դե չի զբաղեցել, բայց ասենք նույն հանրապետական կուսակցությունը ընտրեց Նիկոլ Փաշինյանին, որ մնացած ուժերը կարողանային նախարարի պորտֆել ունենային։ Ձեզնից բացի եւս 13 ուժ է մասնակցություն չհավակնում մասնակցելու, որտեղ դեռ կհնչի որոշել, հա։ Քանակը ձեզ չի մտահոգում, տեսեք, որքան շատ են, այնքան շանսերը օբյեկտիվորեն փոքրանում են այդ ընտրական տորթից, ձայների կտորից ձեր, չեք մտահոգում։ Իհարկե այդ տեսանկյունից կարող ենք ասել ինչքան քիչ այնքան լավ, բայց մյուս կողմից մենք կողմ ենք, այո, որ քաղաքական գործունեության մեջ ընտրությունները գլխավոր գործընթացը պետք է լինի, որտեղ մենք
վստահ ենք, որ Հայաստանում իշխանության ձևավորումը պետք է բացառապես ժողովրդի եւ ընտրությունների միջոցով լինի եւ դրական են վերաբերվում այն քաղաքական ուժերին, ովքեր քաղաքական հավակնություններ ունեն եւ ընտրությունների միջոցով, բայց ընդամենը մի կարևոր արձանագրում, որ հերթական անգամ մենք արձանագրում ենք, որ քաղաքական որոշ ուժեր քաղաքականությամբ հնձվում բացառապես ընտրություններից 1 ամիս առաջ եւ 1 ամիս հետո գնում են տուն, այսպես ասած։ Առնվազն կարծում եմ, որ քաղաքականությամբ արդյունավետ զբաղվելու ժամանակահատվածը դա ընտրությունները չէ։ Եվ ես գոնե կուզենայի տեսնել, որ այն քաղաքական ուժերը, ովքեր ընտրություններին մասնակցում են, անկախ ընտրությունների արդյունքներից շարունակել զբաղվել քաղաքականությամբ, այսինքն կհավաքեն հիմա 1%, 2%, թե 10%, դա համարեն ժողովրդի կողմից իրենց տրված վստահության չափաբաժինը, անեն հետևություններ եւ շարունակեն գործունեությամբ զբաղվել, որովհետեւ ինչ է տեղի ունենում։ Այն ուժերը, ովքեր չեն անցնում ավականի կամ խորհրդարան, դադարում են, այսպես ասած, իրենց գործունեությունը եւ մեկ էլ հաջորդ ընտրություններին նորից հայտնվում են եւ դրա պատճառով նորից շարունակում են ձայներ չհավաքել։ Մենք 2 տարվա ընթացքում մարզերում 20-ից ավել տեղ ենք մասնակցել, տեղեր կան, որտեղ բավականին ցածր արդյունք ենք արձանագրել, բայց ես վստահեցնում եմ, որ այդ համայնքներում նույնպես շարունակում ենք մեր ակտիվ գործունեությունը, անկախ նրանից մենք ավականիում ունենք 5%, 10%, թե 20%։ Դրաբար դրական ենք վերաբերում եւ հուսով ենք, որ նաեւ քաղաքական դաշտում նոր ուժերի, երիտասարդ ուժերի հայտնվելը ավելի դրական եւ ավելի արդյունավետ կդարձնի քաղաքական դաշտը։ Պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հաշվետվորեր են մնացել, դուք նախընտրական շտաբի ղեկավարն եք։ Ինչ մարտավարությամբ է վարվելու քարոզարշավ, ասենք սովորական բակային, հայտնի շրջայցեր, չգիտեմ, փոքրիկ հանրահավաքներ, թե ինչ որ արտասովոր, ոչ սովորական բան եք մտածել, ինչպես օրինակ ձեր հա ծրագրերի շնորհանդեսներն եք անում, ինչ որ այլ լուծումներ կա, որի մասին դեռ չգիտենք։ Բնական է քարոզչության նպատակը քաղաքացիներին առավելագույնս շատ հասցնել մեր քարոզչական նյութերը, մեր գաղափարները։ Ուղիղ շփման բակերում հանդիպումները լինելու են, մենք ձևավորել ենք 20-ից ավել շտաբեր Երևանի թաղամասերում եւ այդտեղ յուրաքանչյուր թաղամասում մեր քարոզչական թիմերը ակտիվ քարոզարշավ են իրականացնելու Մանուկ Թանդելյանի գլխավորությամբ քարոզչական ընդհանուր կուսակցական թիմը յուրաքանչյուր բակում, յուրաքանչյուր թաղամասում իհարկե լինելու է ինչքանով ժամանակի մեջ կհասցնենք այդ 24 օրերի ընթացքում։ Այո, նաև քարոզարշավի ընթացքում մենք մեր կարևորագույն ծրագրերը, որոնք քաղաքի համար ռազմավարական նշանակություն են ունենալու, շարունակելու ենք նաև այդ միջոցառումների շրջանակներում ավելի մանրամասն, ավելի պրոֆեսիոնալ տեսանկյունից ներկայացնել, որպեսզի քաղաքացիները նաև ընդհանուր պատկեր ունենալ։ Բնական է նաև օգտագործելու ենք բոլոր այն միջոցները, որոնք կիրառելի են, սոցիալական ցանցեր, լրատվություններ, հարցազրույցներ, հեռուստացույց, օրենքի շրջանակներում անելու ենք առավելագույնը, ու նաև հաշվի առնելով, որ մեծաթիվ ուժեր են մասնակցելու, նաև փորձելու ենք քաղաքացիների ինչը ձանձրացնել, չներվայնացնել քարոզչության ագրեսիվությամբ։ Տեսեք, այդ փուլում բացի Facebook-յան, երբ բացի Facebook-յանը գրառումներ ու հարցազրույցներ նաև ժողովրդի մեջ եք լինելու, ինչի վրա եք շեշտը դնելու խոսելիս ռետորաբանությունը նկատի ունեմ։ Տակտիկաները տարբեր են աշխարհում ու տարբեր մակարդակի ընտրություններում, գործող իշխանությանն եք անընդհատ կոշտ քննադատելու, թե ավելի շատ ձեր ծրագրերն եք ներկայացնելու, այդ ձայն ու միավոր հավաքելու կասեք գաղտնիք։ Ստեղծված իրավիճակում վստահ եմ, որ իշխանության նկատմամբ ձևավորված վերաբերմունքը հասել է այնքան ցածր մակարդակի, որ մենք կարծում ենք, որ իշխանության ռեյտինգը ավելի նվազեցնելուն մեր ռեսուրսների տրամադրումը այդքան էլ անհրաժեշտություն չենք տեսնում, ինչու՞։ Որովհետև հասարակությունը, այն որ ուզում է, որ այս իշխանությունը փոխվի, վստահ եմ մեծամասնությունը այդ կարծիքին են, ոչ միայն տարբեր հարցումներն են ցույց տալիս, այլ նաև անընդհատ շփումները, ընդ որում տարբեր խավերի մոտ, տարբեր պատճառներով, Արցախյան, անվտանգային, ներքին կենցաղային զուտ, ասենք նույնիսկ բակի մակարդակով այս անկարողությունը, թե ինչպես են կառավարում։ Հետևաբար հանրությունը նաև հարցումները ցույց են տալիս, որ պետք է ազնիվ լինենք, որ հասարակության գերակշիռ մասը հիասթափված է, անտարբեր է, այսինքն չկա, որ այլ ուժերի տենց մեծ վստահություն է ուզում այսօր հասարակությունը տալ։ Մեր գլխավոր
ուժը զենքը լինելու է հասարակությանը ներկայացնել, թե մենք ինչ ենք անելու, որովհետև այն, որ այս իշխանությունը վատն է, այս իշխանությունը լավ չի աշխատում, ժողովուրդը ասում է, հայ գիտենք, ձեզանից խոսացեք, դուք ինչ եք անելու։ Իսկ գնալ ժողովրդին ասել, որ անարդյունավետ են աշխատում, Արցախի մասին չեն մտածում, սահմանային անվտանգության խնդիր ունեն, նորություն չի դա։ Իսկ չես կարող այսօր իշխանության մասին ժողովուրդը նաև դրանից է հոգնել, որ անդադ քննադատում ես, այ ժողովուրդը գիտի դրա մասին, ժողովուրդը ասում է հասկացանք, լավ, այս իշխանությունը գնաց, դուք գայք ինչ եք անելու, ձեզնից խոսացեք։ Մենք գնալու ենք մեզնից խոսենք։ Գնալու ենք խոսենք, թե մենք Երևանը ինչպես ենք սարքելու եվրոպական մակարդակի արդյունավետ քաղաք, որտեղ մարդիկ ապրելու են հանգիստ, երջանիկ, չունենալով այնպիսի խնդիրներ, ինչպեսի այսօր ամեն քայլափոխի, այսօր չկա Երևանում մարդ, որը Երևանում ապրելով, որ մի ժամ ապրի, հա մի կիլոմետր տեղաշարժի ու որևէ խնդրի չառնչվի։ Չկա, այսինքն Երևանում չկա մի տարածություն, որ դու կարողանաս մի կիլոմետր գնաս, ասենք մի ժամ տեղափոխ ու որևէ խնդիր չունենաս։ Այդ խցանումներ, օդի աղտոտվածություն, մայթեր չկան, մի խոսքով անընդհատ խնդիրներ են։ Մենք գալիս ենք ասենք, թե այդ խնդիրները ոնց ենք լուծելու։ Տեւաբար նաև ցույց տալով մեր աշխատանքը այն ինչ որ արել ենք մարզերում, կարծում ենք, որ արդյունավետ քարոզչություն կունենանք։ Հարցումներից խոսեցիք։ Դուք ձեր շանսերը ոչ թե ավականիում հայտնվելու, այլ հենց հաղթելու։ Ինչպես է գնահատում կուսակցության եւ դա գնահատելու համար գործիքներ կիրառել եք, ասենք կա պրակտիկա, չէ՞, կուսակցություններ կան սոցհարցումներ, ինչ որ հարցումներ այլ տեսակներ են պատվիրում կամ իրենք են անում։ Դուք եթե կա կբացեք փակագծերը։ Հարցումներ անում ենք, բնական է, այդ հարցումների նպատակը ոչ միայն հասկանալ, հա, քանի տոկոս է միայն թվերը չի կարևոր, այդ հարցումները մենք սկսել ենք անել նաև բացահայտելով Երևանի խնդիրները, որի հիմքում ընկած են նաև այն ծրագրերը, որը մենք ներկայացնում ենք երևանցիներին, եւ շատ կարևոր է հասկանալ այդ հարցումներից հետո գործողություններ, դա այսինքն այդ գործողությունները, որ անում ես արդյոք դինամիկան դեպի դրական է գնում։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով, որ այս 1 ամիս դեռ կա ու հասարակության մի զգալի հատված դեռ չի որոշել ում է ընտրելու եւ այն պատճառները, որով ինքը չի որոշել, հա, այս պահին եւ որը ազդելու է որոշման վրա, այդ վերլուծությունները բերում են նրան, որ մեր շանսերը բավականին բարձր են գնահատում հաղթելու։ Այո, իհարկե ընտրություններում այն ժողովուրդն է որոշում, ով ինչքան ձայն է ստանալու, բայց մենք գնում ենք միայն հաղթելու եւ Երևանում իշխանություն ունենալու։ Սեպտեմբերի, եկեք վերջում ավարտենք մի հիպոթետիկ սցենարով, սեպտեմբերի 18-ի առավոտն է, պատկերացրեք, արթնացել եք կամ չեք քնել ամբողջ գիշեր, ենթադրում, մտել եք ավականի, սակայն մեծամասնություն ունենալու, հա, քաղաքապետ առաջադրելու համար այդ մեծ չի բավականացնում, շատ քիչ եւ հաջորդ գալիս է արդեն հաջորդը ձայներով, օրինակ գալիս է քաղաքացիական պայմանագիրը, կոալիցիա պետք է կազմեք, ինչ-որ բան պետք է անեք իշխանություն վերցնելու համար։ Ինչ եք անելու, ճիշտ է, դուք բազմիցս նշել եք, որ իրենց հետ բացառում եք։ Այ քաղաքականության մեջ երբեմն լինում են, հա, ռևերսները, ինչ եք անելու։ Բացառելը շարունակում ենք բացառել, լավ օրինակ էր, ասեմ, այսինքն եթե տեսականորեն ուժերից որևիցե մեկը 50% չի հավաքում, հետեւաբար դա նշանակում է, որ քաղաքացիական պայմանագրից բացի մնացած ուժերը միասին կարող են հավաքել եւ պետք է հավաքեն 50%, այսինքն հասարակ թվաբանությունը, չէ՞, թե քաղաքացիական պայմանագիրը հավաքում է 25% ձայն, նշանակում է մնացած ուժերը իրար հետ հավաքել են 75% ձայն։ Այսինքն ցանկացած պարագայում մի քանի ուժ միասին պետք է 50-ից ավել, որ նման նախադեպ մենք ունեցել ենք նաեւ նույն Ալավերդիում մենք հավաքել ենք 49% ձայն եւ Հայ ազգային կոնգրեսի հետ 2%-ով միավորվեցինք, ունեցանք 51% ձայն։ Մենք Հիմա այս մասնակիցներին որ նայում եք, հա, այդ հարցը պետքա տակ մասնակիցներին։ Իրանց մեջ տեսնում եք, այո, տեսնում ենք, մենք տեսնում ենք, որ մասնակիցների մեջ կան, ու 1-2 չասեմ, նույնիսկ ավել, առնվազն այս պահին sense որ մտաբերենք, կարող է նույնիսկ կեսից ավելին, առնվազն հայտարարել են, որ ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս եւ մենք առնվազն գնում ենք այդ մտադրությամբ, այդ ձևով, որ այդ մարդիկ ասում են, եթե ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս, հետեւաբար իրենք պետք է ասեն, արդյոք եթե լինի այնպիսի իրավիճակ, ինչ որ Ալավերդիում էր, եւ որ կամ իշխանության պետք է լինի ապրելու երկիրը, կամ քաղաքացիական պայմանագիր, այդ ուժերը պետք է ասեն, ում են միանում։ Մենք ցանկացած ուժի հետ, ով պատրաստ է միանալ մեզ, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը իշխանազրկվի, մենք պատրաստ ենք այդ քննարկումը իրականացնել եւ քննարկել Երևանի համատեղ կառավարումը ինչպես ենք իրականացնելու։ Այսինքն մեր գլխավոր խնդիրը քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելն է։
Իսկն որևէ պաշտոնի կամ ամբողջական իշխանություն ունենալու մոլուցքով չենք տառապում եւ եթե ինչպես նշեցիք արձանագրվի այնպիսի պատկեր, որ երևանցիները որևիցե մեկին 50%-ից ավել վստահություն չեն տվել, մենք պարտավոր ենք երևանցիների կատարած ընտրությունը ամրագրել նաև կառավարման շրջանակներում, այսինքն եթե ավականիում հայտնվել են հիմա 14 ուժ է մասնակցում, կարող են կանխատեսումներ անել, վերլուծություններ անել, բայց ի վերջո երևանցին է որոշում, որ 3, 5, 6 ուժն է հայտնվելու ավականիում։ Եթե երևանցիները որոշել են, որ այս ուժերը հայտնվում են ավականիում, մենք պարտավոր ենք քաղաքացիական պայմանագրից բացի մնացած ուժերի հետ քննարկել, ինչպես իրականացնել համատեղ կառավարում։ Այ դեպ դուք ասում եք, որ միայն քննարկում եք իշխանության գալունը, հա, ավական ընդդիմություն չեք ուզում դառնալ։ Ենթադրենք մյուս սցենարն էլ կարճ քննարկենք։ Ընդդիմությունն եք ամենախոշոր։ Հակառակն է գնացել ԿՊՆ ուրիշ ուժերի հետ կոալիցիա կազմել, դարձել նորից քաղաքապետ, դուք մնացել եք ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը։ Ինչ եք անելու։ Չենք քննարկում նման տարբերակ։ Չեք քննարկում այս պահին։ Ոչ։ Շնորհակալություն։ Կիզակետում այսօր ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էր։ Հիշեցնեմ, որ Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։